Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանի հետ։ Ողջույն Լիլի, շնորհակալություն միանալու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցի ջուրեր։ Ամենաթրենդային հարցով ենք սկսում մեր զրույցը։ Հայաստանում իշխանափոխության դեպքում եւ առաջարկի դեպքում համաձայն ես լինել սեքսի նախարար։ Չէ, պատասխանեմ չէ։ Երկրորդը Հայաստանում իշխանափոխություն չի սպասվում եւ երրորդը սեքսի նախարարություն բացելու մասին չէր միտքը, կարծում եմ այդտեղ ավելի էական միտք կար, որին կարելի է անդրադառնալ։ Ամենաթրենդայինի պարագայում էլի։ Դե իմ հարցը հնարավորություն է։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դադարենք քաղաքականության մեջ կանանց թիրախավորումը եւ դա ամենացցուն արտահայտչա միջոցն է, որպեսզի հասարակությունը հասկանա, որ կանայք քաղաքականության մեջ, թե տղամարդիկ քաղաքականության մեջ նույն էթիկայի կանոնները պետք է պահեն, նույն էթիկետը ունենան եւ իրար սերով պայմանավորված չթիրախավորեն, ինչի չի ասի մեր ընդդիմադիր գործիչների համար, որովհետեւ մեր ընդդիմադիր գործիչները շատ հաճախ իրենց լեզվամտածողության մեջ անգամ շատ հաճախ օգտագործում են բառեր, որոնք որ ընդհանրապես մեր հասարակությանը կամ ժողովրդավար հասարակություններին հարիճ չէ, օրինակ երբ ուզում են դիմեն ժողովրդին կամ իրենց գործընկերներին, չեն դիտարկում այն փաստը, որ կարող է գործընկերների մեջ կին լինի եւ հաճախ շեշտում են տղերք, եկեք էս անենք, տղերք, ախր դուք հասկանում եք այդ արտահայտությունը ինքնին թիրախավորելու մասին է, որովհետև իրենց պատկերացման մեջ կին քաղաքական գործիչ չի կարող լինել եւ դա իրականում ժողովրդավար հասարակություններին հարիճ չէ եւ երրորդ մասը, որ կուզեմ բացել, այդ թրենդի մեջ ինչ բացահայտվեց, ես իհարկե ինքս քննադատել եմ տվյալ անձի մանկամիտ դատումները եւ մտքերը կապված անբավարարված կանանց հետ, բայց ես նաև ուզում եմ շեշտադրել ստեղ, որ նրան ի պատասխան պետք չի իրենց ընտանիքի կանանց թիրախավորել, որտեղ տեղել, ոնց որ եւ պաշտպանվում ես եւ հարձակվելու տեսանկյունից կամ պաշտպանվելու տեսանկյունից ավելի մեծ սխալներ ես գործում եւ դիպչում ես բաների, որոնք որ անձնական են եւ ոչ քաղաքական։ Այստեղ քաղաքական խոսույթներ էական եւ եւս մեկ անգամ շերտ բացել նրա մասին, որ կանանց թիրախավորումը ինքնին այդ պատրիարխատ հասարակությունների մշակույթն է, որը մենք պետք է փոխենք, որտեղ մեր կանայք այս հասարակության մեջ շատ մեծ դեր են խաղում եւ իրականում կանայք են գլխավոր շարժիչ ուժը եւ տղամարդիկ են համագործիկ մեծամասամբ դրա հետ։ Ասացիք, որ Հայաստանում իշխանափոխություն չի լինելու, ինչքան ուզեք այդքան խփելու եք։ Մենք նման մտածելակերպ չունենք եւ նման գործելավեճ չունենք, մենք ակնկալում ենք մեր քաղաքացիքվեն, որովհետեւ այս տարիների ընթացքում ունենք կատարված աշխատանք, որը քաղաքացին ինքն իր բակից դուրս գալուց տեսել է, իր տան մեջ տեսել է, եւ այդ կատարված աշխատանքի համար ակնկալում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը գրավ չդնեն այլ պետությունների ձեռքում, Հայաստանի Հանրապետությունը չտանեն պատերազմի ուղով, այլ ընտրեն խաղաղությունը եւ տեր կանեն խաղաղությանը։ Սերժ Սարգսյանը այսօր ասում է, որ ընտրությունների վերաբերյալ որոշում չունեն դեռ, եթե ունենան կասեն եւ ցանկություն ունի, որ ընդդիմությունը մեկ միասնական ճակատով հանդես գա, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ դա շատ բարդ խնդիր է։ Խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ։ Մենք վարվում ենք այնպես, որ թիրախ ընտրենք Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն բոլոր այն ընդդիմադիր ուժերը, ովքեր ուզում են Փաշինյանին հեռացնել իշխանությունից, անկախ իրենց մոտեցումներից եւ հայացքներից, միավորվեն մեկ ճակատով հանդես գան։ Այնուամենայնիվ այդ միավորումը չի տեղի ունենում ոչ, այսպես ասենք, շատ արմատական ընդդիմության կողմից, ոչ էլ ժողովրդավարական ուժերի կողմից, հա, եւ կարծես թե ապագա ընտրություններում կրկնվելու է 2021-ի սցենարը փոքրինչ փոխատեղումներով, գաղափարական իմաստով դժվար, բայց անձանց կամ դեմքերի փոխատեղումներով գուցե եւ հիմա իհարկե դա ձեր խնդիրը չի, կասեք չեն միավորվում են իրենց խնդիրն է, բայց այնուամենայնիվ ինչու ունենալով մեկ թիրախ, մեկ նպատակ, առավոտից երեկո խոսելով ձեր ազգակործան իշխանության եւ այդ ազգակործան իշխանության գլուխ Փաշինյանին հեռացնելու մասին, այնուամենայնիվ այդ օրակարգը չի միավորում ընդդիմությանը։ Որտեւ այդ օրակարգը ժողովրդին էլ չի միավորել,
այդ ընդդիմությունը 5 տարիներ շարունակ ժողովրդին գուժում էր, որ հեսա Հայաստանի Հանրապետությունը այլևս գոյություն չի ունենալու, թրքանում ենք, Սյունիքը գրավում են, Ադրբեջանի ցիները գալու են, ձեզ մորթելու են, ինչ հնարավոր տարատեսակ գույժեր կար, այս ժողովրդին անդադ տենց տերորի ենթարկելով պահում էին դրա մեջ եւ նրանց օրակարգը ձախողվել է, ի հակառակ նրանց բոլոր կանխատեսումների մենք հակառակը խաղաղության նախաստորագրված փաստաթուղթ ունենք եւ խաղաղության իմպլեմենտացված գործողություններ եւ ըստ այդմ նրանց ասացները փուչիկ են դուրս եկել։ Ինչ վերաբերում է նրանց միավորվել չմիավորվելուն, խնդիրն նրանում է, որ նրանք միավորվում են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի պես, նրանք պետք է միավորվեն հանուն ինչ-որ գաղափարի։ Այդ հանուն ինչ-որ գաղափարը սնանկ է, գոյություն չունի։ Ինչ ասում ես, կենացային մակարդակի քաղաքական ծրագրեր են, քաղաքական ծրագիր չկա եւ դրա շուրջ չեն կարող համախմբվել, բայց այդտեղ մի բանում ձեր այդ համակարծիք չեմ, որ կրկնվում է 21 թվականի սցենարը, կրկնվում է Գյումրիի սցենարը եւ ինչքան էլ որ նրանք փորձեն իրար ընդդիմադիր լինեն միջև ընտրությունները, այնուամենայնիվ նրանք բոլորը միաբերան ասում են, որ ընտրություններից հետո միավորվելու են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ սա քաղաքացու համար պետք է ահազանգ լինի, որպեսզի հասկանա, որ իր ընտրած ուժերը, անգամ այն ուժերը, որոնք որ կարող է եւ մտածեն, որ երբեք չեն միանա Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ կան հիմա ուժեր, որ հայտարարում են, որ մենք նրանց հետ կոալիցիա չենք կազմել, կոալիցիա չի ասում, դաշինքով չենք գնա ընտրությունների, դա խոսում են նախընտրական փուլում, բայց հետընտրական փուլում Սերժ Սարգսյանին ընտրած քաղաքացին ձայնը տալու է Ռոբերտ Քոչարյանը, Ռոբերտ Քոչարյանի ընտրած քաղաքացին ձայնը տալու է Սամվել Կարապետյանին, Սամվել Կարապետյանը ընտրած քաղաքացին ձայնը տալու է ինչ-որ այլ ուժ, այսինքն նրանք մի դաշտակի մեջ են, քանի որ նաև գաղափարապես են նույնը։ Քանի որ ասեցիք գուժում են, չգիտեմ, կործանում եւ այլն, այդ համատեքստում ուրեմն ինչ որ քննարկում ասուլիս էին կազմակերպել Երևանում, որտեղ հրավիրել էին տարբեր մասնագետների, այդ թվում նաեւ օտարերկրյա, եւ այդ օտարերկրյա մասնագետները պնդում էին, որ այս տեմպերով Հայաստանին որպես ժողովուրդ, ոչ թե որպես պետություն տենց մաքսիմում մի 50 տարի է մնացել, որտեղ մենք բոլորս թրքանալու ենք ձեր քաղաքականության հետևանքով։ Սրանք էլ հո այդ ընդդիմադիրները չեն ասում, արտասահմանցի մասնագետներ, այդ թվում եւ կրոնագետներ եւ այլն հավաքել էին, քննարկում էին իշխանության հարձակումը եկեղեցու վրա եւ առհասարակ Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա գործընթացները մի խոսքով մեզ դրսից էլ ասեցին պետություն չեք ունենա մի 50 տարի հետո որպես հայ էլ չեք լինի։ Իսկ միգուցե մեր ամբողջ խնդիրը 35 տարիների ընթացքում այն է եղել, որ մեզ դրսից են ասել։ Միգուցե հասկանանք, որ մենք մեր խնդիրները պետք է լուծենք, ոչ թե դրսից մարդկանց հրավիրենք իրենց կարծիքը փաթաթելու մեր վրա կամ իրենց նարատիվները փաթաթելու, որտեղ սա դրսի օրակարգ է, որ Հայաստանի Հանրապետությունը թրքանալու է, ոչ թե ներսի։ Եվ եթե անց կա քաղաքական գործիչ կա, որ վախանում է ինքը իր թրքացումից, ինքը թող մտածի դրա մասին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը երբևիցե նման նախաձեռնողականություն չի կարող ձեռք բերել եւ որտեղ թվերը, փաստերը խոսում են լրիվ այլ բանի մասին։ Ես 3 նայում եմ ընդամենը 1 տարվա գործունեություն մշակութային ժառանգության պահպանության հետ կապված 42 միլիարդ դրամ պետությունը հատկացրել է մշակութային ժառանգության վերակառուցման, վերանորոգման, փոփոխման վրա։ Ուզում եք ասեք, սա ազգային ինքնության դեմ արվող քայլ է 42 միլիարդը, որը որ 180%-ով ավել է, քան նախորդ տարվա ծախսված բյուջեն։ Եվ սենց թվերը կարող եմ եկեղեցիների վերանորոգումը, բարեկարգումը, մշակութային ժառանգության, ազգային ինքնության հետ կապված տարբեր մշակութային նախաձեռնություններ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում, ֆինանսավորվում են նաև պետության կողմից։ Պետության, պետբյուջեի եւ այս կառավարության ուզում եմ հասկանալ ոնց են հակադրում թրքացումը այս ամեն իրական փաստերի հետ։ Եվ եթե նրանց ուղեղում է այդ վախն ու մտորումները, այդ նրանց խնդիրն է եւ նրանք կարող են ընտրել իրենց համար հարմար պետություն, որտեղ իրենք կխուսափեն թրքացումից, իսկ Հայաստանի Հանրապետությանը նման բան չի կարող սպառնել։ Իսկ դրսից մասնագետներին նաեւ ոնց որ այս նորահայտ քաղաքական ուժերն են Իսրայելից մասնագետներ հրավիրում եւ այդ մասնագետներին ապավինում նրանց քաղաքական արշավները, որտեղ նրանք քաղաքականապես հայ հասարակությանը մոտ չեն, օտար են, դրսից են եկել, չեն հասկանում մեր մշակույթը, մեր
նիստ ու կացը, մեր ավանդույթները եւ դրա համար բերում են այնպես դրսից տեխնոլոգների, PR-շիկների, որպեսզի կարողանան իրենց քաղաքական խոսքը մշակեն, քաղաքական ծրագրերը մշակեն, որպեսզի այդպես ընկալելի դարձնեն, էլի։ Բայց գուցե դուք այնուամենայնիվ մի բան այն չեք անում, որովհետև օրինակ Հայ ազգային կոնգրեսի վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանն ասում է, իհարկե մեզ պետք է խաղաղություն, իհարկե պետք է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել, բայց միայն այն բանից հետո, երբ մենք կվերականգնենք մեր արժանապատվությունը։ Սա գրեթե այն ամենն է, ինչ ասում են ընդդիմության գրեթե բոլոր դերակատարները, հա։ Կենացներ են ասում մեր ընդդիմության դերակատարները։ Այլ բառ չկա արժանապատվություն, դա քաղաքական ծրագիր չի, քաղաքական միտք չի։ Դա հոգեբանություն եւ էմոցիա է, որը որ քաղաքական ծրագրի հետ առնչություն չունի, որ հարցնում ես ո՞նց չեմ կարողանում պատասխանել։ Իսկ ինչ վերաբերում է իհարկե մենք կողմ ենք խաղաղությանը, այդ ասողները միշտ ասում են իհարկե կողմ ենք խաղաղությանը, ստորակետ, բայց ու այդ բայցից հետո այլևս լսել պետք չի ոչինչ, որտեղ բայցի բոլոր թեզերը, բոլոր առաջարկները խաղաղությունը տորպեդահարելու մասին են, կոնֆլիկտը հարատևելու մասին են։ Մեկը կա ասում է Ռուսաստանին բերենք երաշխավոր կարգենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ակնհայտ է, չէ՞ որ նման իրականություն են ներդրումային ծրագրին։ Այն էլ Ամերիկայի պետության կողմից ներդրումային ծրագրին Ռուսաստանին կամ Չինաստանին բերենք երաշխավոր սարքենք, ակնհայտ է, չէ՞ որ դա այդ ծրագիրը տորպեդահարելու եւ ոչնչացնելու մասին է։ Մյուսը ասում է պետքա նաեւ մտածենք մեր ժողովրդի հետ վերադարձի իրավունքի մասին, ակնհայտ է, չէ՞ որ այս օրակարգը բերել նշանակում է խաղաղության նախաստորագրված պայմանագրի կետերն էլ հեչանել։ Մյուսը կա ընդհանրապես բացահայտ բարձրաձայնումը, որ հայրենիքի տարածքը ավելի մեծ է, քան պետության տարածքը։ Այն մյուս ոչ փուչ եղած երկրի երկրորդ նախագահն էլ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ինչքան է, 28-29 հազար, մոտավոր չի հիշում ինչքան է, հետո էլ ասում է, դե պետության տարածքը միշտ էլ պետքա ընդլայնվի։ Նման մարդիկ ոնց կարող են խաղաղությանը կողմ լինել, ում հաշվին, ինչ միջոցներով, ինչ տեսքով, քո հարևանները միջազգային կարգը ընդհանուր հաշվի առնելով ոնց կարող ես նման խոսություն ունենալ եւ այդ կենացները այս ժողովուրդը նենց լավ է հասկանում կենացը տարբերում իրականությունից։ Այսինքն այն արդեն ինչ որ առաջարկ կա եւ այդ առաջարկը իրականություն է հողի վրա, դրանից հրաժարվել ու գնալ այդ կենացի հետևից, կարծում եմ շատ քչերը դրան կողմ կլինեն։ Սերժ Սարգսյանը նաև խոսեց ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի վարչապետի դիտարկումների մասով, մասնավորապես սպառազինություններ եւ այլն, ասաց, որ Փաշինյանը կամ չգիտի, կամ ստում է, որովհետեւ իր ժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ստացել է սպառազինություններ, էժան եւ շատ, բայց դա չի խանգարել, որ Հայաստանը ունենա նաև արևմտյան սպառազինություններ, ինչը ձեռք է բերվել։ Եվ ասում է Փաշինյանը կարող է պարզապես խաբարել չէ, ինչի մասին է խոսում։ Հունվարի 28-ին Սերյան Օհանյանը նշեց, ասեց, փոխարեն գնաք ՀԱՊԿ-ի հետ ձեր փչացրած հարաբերությունները վերականգնեք, էժան ու շատ զենք բերեք, ընկել եք այստեղից այնտեղից անհասկանալի զենքեր եք բերում, այդ զենքերը անգամ չենք էլ տեսել, չգիտենք դրանց քանակական եւ որակական առավելությունները։ Արևմտյան զենքերը ուր են։ Այդ զենքերը կտեսնեն շուտով եւ նրանք շատ դեպքերում նաև հրավեր են ստացել եւ նոր զինատեսակները տեսնելու եւ մեր արտադրությունը, որտեղ մենք ունենք նաև ներքին արտադրություն տեսնելու, զննելու, ուսումնասիրելու եւ վերակառուցած եւ վերանորոգված կամ նոր կառուցված պաշտպանական շրջաններ այցելելու եւ տեսնելու թե ինչ իրականություն են այնտեղ տիրում ու համեմատելու իրենց եղած ժամանակաշրջանի հետ, որ ասում ես քիչ ես գնում, ասում են դա պետական գաղտնիք է, իրենք մեզ տանում են պետական գաղտնիք տեսնելու։ Ուզում եմ ասեմ մարդիկ դադարել են հասկանալ, որ մեր հայ ժողովուրդը ապրում է այս երկրում, ապրել է այս երկրում, տղա է ուղարկել բանակ, առնվազն ամեն ընտանիքից մեկ հոգի բանակում ծառայել է եւ տեսել է այդ պայմանները, տեսել է այն զինատեսակները, որ տենց հապկից էժանով շատ ինչ տեսակի ժողովրդական բարգա ժեշտ ենք առել ու ինչ տեսակի հիմա նորագույն տեխնոլոգիաներով զարգացած զենքեր ենք բերում դրսից, ես կարծում եմ, որ այդ համեմատականը ընդհանրապես տեղին չի, որտեղ մեր ժողովուրդը տեսել է համել այդ զենքերի արդյունքը, ինչ ենք ունեցել մենք պատերազմի ժամանակ։ Եվ այն ինչ որ հիմա արվում է, այն հարյուրավոր միլիոններով դոլարները, որ տրվում է
սպառազինության, նոր սպառազինության գնմանը եւ բանակի արդիականացմանը, մենակ զենքի մասին չի խոսքը, նաեւ մասնակիցների պատրաստվածություն, միջազգային ստանդարտների ներմուծում բանակ, պահման պայմաններ, զինվորների նիստուկած առօրյա համազգեստ, սնունդ, այդ ամեն ինչը մի համակցություն է։ Եվ այդ ամեն ինչը համեմատել նախորդ տարիների հետ, ես ուղղակի մեր քաղաքացիներին խորհուրդ կտամ, մեզից յուրաքանչյուրին падգամավորներին կարող եք դիմել, կարող եք Պարոն վարչապետին նամակով գրել, որ ցանկություն ունեք հայտնելու, տեսնել այս ամեն ինչի ինչն է փոխվել, եւ այցեր կազմակերպվում են քաղաքացիների խմբերին, տանում են եւ պաշտպանական շրջաններն են ցույց տալիս, եւ նոր զինատեսակներն են ցույց տալիս, որ քաղաքացիները իրենց աչքով տեսնեն եւ գնահատեն։ Այն ամեն ինչ արվել է հիմա ու այն ամեն ինչ եղել է ժամանակին։ Իսկ գումարների տարբերության եւ ներդրումների տարբերության մասին երևի ամոթ է խոսել, որովհետեւ գործընկերներից մեկը այս վերջերս լավ ձևակերպում տվեց, որ երբ Ադրբեջանի բյուջեն, Հայաստանի Հանրապետության բյուջեն սկսեց արդեն գերազանցել, այդ ժամանակ մեր պետության մենակ ղեկավարների ընտանեկան բյուջեներն էր ավելի շատ գերազանցում, աճում։ Լիլի, օրերս ադրբեջանցի падգամավորներ խոսում էին, ասում էին խաղաղության պայմանագիրը հնարավոր է ստորագրել մինչև հունիս, եթե Երևանը տա, այսպես ասած, երաշխիքներ, հա, որ այնուամենայնիվ սահմանադրական ռեֆերենդում է տեղի ունենալու եւ նախաբանի ցանկացության հռչակագրից հանվելու է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հղումը։ Այդպիսի քննարկումներ կան ձեր իշխանական թիմում, ինչ-ինչ հավաստիացումներ փոխանցել Բաքվին եւ ձեր քաղաքական իհարկե նպատակահարմարությունից ելնելով ընտրությունների նախաշեմին ունենալ ստորագրված խաղաղության համաձայնագիր։ Մենք նախ ստորագրված խաղաղության պայմանագրով արդեն ունենք հողի վրա իրականացված գործողություններ, որոնք որ խաղաղությանն են միտված։ Եվ պայմանագրի արժեքը այնքան մեծ չի, ինչքան այդ աշխատանքի մեծ է իհարկե, շատ մեծ է, բայց այդ հողի վրա տեղի ունեցողը քաղաքացին ավելի շատ է տեսնում, նկատում, որ իրականում գոյություն ունի այդ խաղաղ բանակցությունների միջոցով, տնտեսական շահերի միջոցով հարաբերակցությունը, քան օրինակ պատերազմելու կամ ռազմահռետորաբանությամբ իրար հետ հարաբերակցելը։ Բայց ես մեր խոսությունում էլ կուզենամ փոխենք, որ մենք մեր սահմանադրության փոփոխությունը ընդհանրապես չենք ուզում կապել խաղաղության ստորագրված կամ նոր ստորագրվող պայմանագրի հետ, որովհետև մեր սահմանադրության փոփոխությունը պետք է ներհայաստանյան խնդիրները լուծի եւ ներհայաստանյան խոսույթի մասին լինի, պետություն քաղաքացի հարաբերության մասին լինի, որպեսզի այդ կապը ավելի ամուր լինի, քաղաքացին իրականում հասկանա ինչ իրավակարգի հետ է առնչվում, հասկանա ինչ իրավունքներ եւ պարտականություններ ունի ինքը եւ ինչ կարող է պահանջել, ինչ կարող է պահանջատեր լինել պետությունից։ Այս ամեն ինչի մասին է նոր սահմանադրությունը եւ ոչ թե այն մտահոգությունները, որ հայտնում են մեր ադրբեջանցի գործընկերները, որին ի պատասխան մենք տվել ենք մեր առաջարկը, գիտեք, որ ասել ենք, որ եթե օրինակ հիմա ստորագրենք պայմանագիրը, անցնելու են էտապներ, այդ էտապների ընթացքում սահմանադրական դատարանները տալիս են կարծիքներ, արդյոք ստորագրված պայմանագիրը համապատասխանում է սահմանադրությանը թե ոչ, եւ եթե մեր խաղաղության պայմանագրի մեջ կա տեքստ, որ պետք է տարածքային ամբողջականությունը հարգել, չունենալ տարածքային նկարտումները մեկը մյուսի նկատմամբ եւ մեր սահմանադրության մեջ այլ բան գրված լինի, բնականաբար իրար կհակադրվեն եւ սահմանադրական դատարանը կտա այլ կարծիք, չնայած որ համոզված ենք, որ չի տա, որտեղ արդեն իսկ մեկնաբանություն եղել է այդ կետի մասով սահմանադրական դատարանի որոշմամբ մենք այդ պատասխանը մշտապես տվել ենք եւ կարծում ենք, որ դա ամենառեալ տարբերակն է, եթե իրապես խաղաղության ենք գնում եւ եթե իրապես ուզում ենք հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Անդրադառնանք նաեւ ապատեղեկատվությանը, օրինակ մի հարց։ Այն շրջանակները, որոնք առավոտից երեկո ձեզ մեղադրում են մեզ թրքացնելու մեջ, ջանասիրաբար օրինակ տարածում են թուրքական ծագում ունեցող այդ թվում ապատեղեկատվություններ մեր մասին։ Ինչպես եք սա բացատրում։ Բացատրում եմ, որ այդ մարդկանց համար ավելի շատ միշտ կարևոր է եղել Ալիևի եւ Էրդողանի ասածը, քան մեր վարչապետի, ավելի շատ կարևոր է եղել ադրբեջանական մամուլը հայաստանյան մեր դաշտ բերելու եւ օրնիբուն դրա մասին խոսելու, քան ներհայաստանյան խնդիրները եւ ներհայաստանյան հարցերը բացատրելու մասին, բայց այս ապատեղեկատվություն չի, այս հիբրիդային հարձակումներ են, կոնկրետ մեկ լրագրող կա, որ արդեն 3-րդ հոդվածն է հրապարակում թուրքական մամուլում, ու իմիջիալից այդ թուրքական մամուլն էլ կոնկրետ այդ լրագրողն էլ այդ գործիչն էլ շատ հայտնի է ռուսական
քաղաքական շահերը պաշտպանելու տեսանկյունից եւ օրեցօր հաշվի առնելով հասարակության դիմադրողականությունը կամ վատ տրամադրվածությունը նման թեմաների շուրջ ամեն օր մի նոր հիմարություն տեղում են եւ գրում են եւ բոլոր այտենց մեր հարևան պետություններից Վրաստանն էր անգամ դրել եւ հետո փաստերի ստուգման հարթակները վերցրել էին եւ հերքել էին այդ ամեն ինչը այստեղ ուղղակի մեր ժողովրդի մեդիագրագիտության վրա պետք է հիմնվենք եւ անընդհատ խոսենք որ նմանատիպ հարցակումները ընտրությունների շրջանում նախընտրական շրջանում շատ են լինելու դες անընդհատ փորձելու են մոլորեցնեն չգիտեմ, ամենանուրբ թեմաներով, որ ձեր համար օրինակ շատ նուրբ նյարդաթելերի վրա է ազդում եւ այդ թեմաներն են հիմնականում արձածելու թուրքական մամուլում, ռուսական ուղղորդվածությամբ, թուրքական մամուլում կամ ադրբեջանական մամուլում եւ բերելու են հայաստանյան դաշտ։ Սա մեխանիզմ է, որը աշխատել է դեռ 21 թվականի, 20 թվականի պատերազմից հետո Եվ ես կարծում եմ այդ դիմադրողականությունը մենք ունենք արդեն դրա շուրջ։ Մենք կարևորը ճիշտ ժամանակին ճիշտ արձագանք տանք եւ եթե սիրելի քաղաքացիներ կասկած ունեք նմանատիպ լուրերի շուրջ, մտեք պաշտոնական էջեր, հիմնականում պաշտոնական էջերում ամենահավաստի տեղեկատվությունը կա եւ հերքումները կան բոլոր այդ նմանատիպ լուրերի եւ կարող եք այդ պաշտոնական էջերից ծանոթանալ թե ինչն է ճիշտ, ինչը սուտ։ Ասում եք խաղաղությունը հաստատված է եւ խաղաղությունը նաեւ այն հիմնասյուներից մեկն է, որպեսզի մենք ապրենք անվտանգ միջավայրում։ Մեր զինված ուժերը մոդեռնիզացվում է, կերպափոխվում է, սպառազինությունները մոդեռնիզացվում են, սրանք եւս կարևոր անվտանգային բաղադրիչներ են, ինստիտուտների կայացումը, ռեֆորմներ, բարեփոխումներ, ժողովրդավարություն, ժողովրդավարական ինստիտուտների կայացում, հարևանների հետ հարաբերությունների կարգավորում ու նման բաներ, հա, շատ։ Լավրովը ասում է, որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան եւ Հայաստանում գտնվող սահմանապաններն են Հայաստանի եւ Հարավային Կովկասի անվտանգության բաղադրիչը։ Եվ դիմեկնաբանը Եվ ուզում եմ ձեզ արձագանք եմ ձեզանից ուզում Լավրովի հայտարարությանը։ Դե իրականում ձևակերպումը չեմ լսել, ձեր ցիտատին արձագանք եմ, չգիտեմ ինչքանով եք բառացի մեջ բերում։ Ռուսական ռազմաբազան եւ ինչը սահմանապահ զորքեր Ռուսական ռազմաբազան եւ սահմանապահ զորքերը 2022-23 թվականի հարձակումների ժամանակ անգործության են մատնվել։ Եվ հակառակը ոչ մեկ չի կարող հայ ժողովրդին համոզել, որտեղ մենք մեր աչքով ենք տեսել ինչա տեղի ունեցել։ Այլևս անընդհատ կրկնել նույն թեզերը, թե հապկի վերաբերյալ, թե ռուսական ռազմաբազայի, թե չգիտեմ, այդ սահմանապահ զորքերի հետ կապված այս ժողովուրդը հոգնել է եւ չի ուզում լսի։ Խնդրում եմ պարոն Լավրովին մեկը փոխանցի, որ փոխի պլաստինկան։ Դե քանի որ այդ ռազմաբազան եւ սահմանապահները կան, այս հարցերը միշտ լինելու են։ Եվ վերջինը օրինակ երբ Հայաստանը հրավիրում է Ռուսաստանին գործակցել, խոսել, հասկանալ ինչպես կարող են մասնակցել այն մեգա նախագծերին, որոնք Հայաստանում իրականացվելու են, տնտեսական, հաղորդակցային եւ այլն, այդ թվում եւ TRIP-ի ապագա տված հնարավորությունների համատեքստում։ Օրինակ դուք ՀԱՊԿ անդամ Ռուսաստանին այդպիսի հրավերներ անելուց առաջ փորձել եք Մոսկվայից ճշտել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմանները որտեղ են, էլի, այնց չլինի համաձայն են գան ձեզ հետ գործակցելու, մեկ էլ ասեն պարզվի, Ադրբեջանում սարքեն ինչ-որ բան։ Պարզվի, որ սա ոնց որ վիճելի հատված է, գիտեք, եկեք մենք այստեղ մի քիչ տիրության անենք, միջև կհասկանանք։ Նախ եկեք տարբերակ ենք տնտեսական պրոյեկտները ռազմական եւ անվտանգային հարցերից, որովհետեւ սա տնտեսական գործունեության մասին է խոսքը։ Հա, բայց որտեղ է ծավալվել, որտեղ եք ստանալ պատասխան ՀԱՊԿ անդամներից։ Ռուսաստանից անընդհատ հնչում են առաջարկներ TRIP-ին մասնակցելու շուրջ կամ այն տնտեսական նախագծերի մասնակցելու շուրջ, որ Հայաստանում այսօր կան։ Մենք ասում ենք, եկեք արդեն իսկ ձեր կողմից ստանձնած պարտավորությունները կատարեք։ Եթե չեք կատարում, ասեք մեզ, մենք կկատարենք, որտեղ մեզ է անհրաժեշտ է։ Այս ուրիշ հարց է։ Իսկ ինչ վերաբերվում է ՀԱՊԿ կամ Ռուսաստանի Դաշնություն, տարածքային ամբողջականության ճանաչում եւ սահմանների ճանաչում, դա անվտանգային հարց է, որը քննարկվում է այդ ոլորտում եւ ասվում է, բարձրաձայնվում է եւ ՀԱՊԿ սառացվել է հենց այդ պատճառով։
ես ուզում եմ մենք միանշանակ մի էմոցիայով ու մեկ կենտրոնից կառավարվող մտքով չնայենք պետությունների հարաբերակցությանը։ Մենք կարող ենք ունենալ հարաբերություններ ունենալով տնտեսական շահեր, անվտանգային ոլորտում ունենանք այլ գործընկերներ։ Մենք կարող ենք ներսում օրինակ պրոյեկտներ ունենանք, որոնք իրենց ներդրումներն են եւ իրենց, այսպես ասած, գույք պարտքի դիմաց տրված կապիտալն է, որոնք իրանք պետք է կառավարեն։ Դրա շուրջ ունենանք խոսակցություն ներդրումներ բերելու Հայաստան, որտեղ նրանց է պատկանում։ Բայց օրինակ զենք գնենք Հնդկաստանից կամ Ֆրանսիայից։ Ասածս այն է, որ պետք չի մի պետության հետ մի հարաբերությունների տեսակ պատկերացնել կամ լավ ծայրահեղ կամ վատ։ Կան ոլորտներ, որտեղ շահերը համընկնում են, կան ոլորտներ, որտեղ շահերը այլ պետությունների հետ են համընկնում։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլի Մինասյանն էր, բաժանորդագրվեք ալիքին, օրվա զարգացումներին հետևեք Telegram-յան ալիքում, որի հղում է այս տեսանյութի մեկնաբանության բաժնում։